Բարև ձեզ, դուք դիտում եք Arm Comedy հաղորդումը, որի սկզբում մենք միշտ հուշում ենք, թե որ հաղորդումն եք դիտում։ Դա անում ենք ոչ թե որովհետև չենք վստահում ձեր հիշողությանը, այլ որովհետև դա բարի ավանդույթ է։ Ավանդույթ ինչպես օրինակ նախազգուշացնելը, թե ինչ է լինելու այս հաղորդման մեջ։ Ավանդույթ ինչպես օրինակ այս դատարկ բաժակներով ձևացնել իբր թե սուրճ ենք խմում։ Այ! Այսօր լցրել են իսկականից։ Հա, դե ուրեմն այսօրվանի մեջ դիտենք։ Ումեր խանգարում Հայրիկյանի դրոշակը Բաղրամյանում։ Վերելակները անկախանում են Հայաստանից։ Քանի ձգնորսական կարթունի ԵՊՀ ռեկտորը եւ ինչու։ Մհերը բացահայտում է Թատերական ինստիտուտի ընդունելության քննությունները։ Եվ այսպես Բաղրամյան պողոտայում վերջերս տեղի ունեցան դրամատիկ իրադարձություններ։ Պողոտա էր եկել Հայաստանի 3-րդ, իսկ որոշ հաշվարկներով 2-րդ հանրապետության խորհրդանիշը։ Անկախության խորհրդանիշը իր ձեռքերի մեջ թափահարում էր մեկ այլ խորհրդանիշ, Արևմուտքի խորհրդանիշը, բայց ցուցարարներին դուր չեկավ, որ խորհրդանիշներից մեկը թափահարում էր Օտար միության խորհրդանիշ եւ խնդրեցին խորհրդանիշին թափ չտալ այն։ Խորհրդանիշը։ Հա։ Դուք արգելում եք։ Այո, ես արգելում եմ։ Դուք շատ փոքրիկ եք։ Ես շատ մեծ եմ, դուք պատկերացում չունեք, թե ես ինչքան մեծ եմ։ Փոքրիկ եք, որ արգել եք որևէ բան։ Դուք շատ Անունը եւ ազգանունը։ Դավիթ Մշեցի գնացեք, տեսեք ինչքան մեծ է։ Դավիթ Մշեցի բանաստեղծում մեծ բանաստեղծ։ Արդյունքում քաշքշոց բան եւ անկախության խորհրդանիշն ասեց օքեյ, ուրեմն թափ կտամ Հայաստանի խորհրդանիշը։ Եվ սկսեց թափարել ՀՀ երկրորդ հանրապետության խորհրդանիշը, ու այդ բան կարծես թե խնդիրը մի քիչ լուծվեց, բայց նստվածքը մեկը մնաց մի քիչ։ Հաջորդ օրը տեղի ունեցածի մասին իր կարծիքը հայտնեց ՀՀ քաղաքագիտության խորհրդանիշը։ Հա՞։ Անհրաժեշտ է իմ կարծիքով, ես որպես շարքային ցուցարար իմ կարծիքն եմ արտահայտում, կայացնել որոշում, դիմել հայտարարությունով հանրությանը, բացատրել, որ այդ միջադեպը ուղղված չէր Եվրո միության դեմ։ Ինձ թվում է հանրությունը իդիոտ չի, հասկանում է, որ դա Եվրոպայի դեմ չէր, նես չի որ վառել են Եվրամիության դրոշը։ Հանրությունը իհարկե հասկանում է, բայց մանրակրկիտության խորհրդանիշը սիրում է պարզաբանել ամեն ինչ։ Անհրաժեշտ է նման իրավիճակում հրավիրել անպայման Եվրոմիության պատվիրակության ղեկավարությունը այստեղ եւ այդ նույն իրավիճակի վերաբերյալ գնահատականները, որ արդեն ստեղ հնչել էին, մինչև այդ պաշտոնապես իրենց ներկայացնել զղջալով այդ արարքի համար։ Բերել եվրոպացիներին եւ դեները զղջալ, առաջարկեց տարածաշրջանի առաջատար Անդրեասներից մեկը, բայց ախր պարզ չի, որ ԵՄՆ-ը իդիոտ չի, հասկանում է, որ իրենց դեմ չէր այդ ամեն ինչը, ուղղակի մարդիկ եկել են թանկացման դեմ ցույցի, ոչ թե Եվրոպայի ցույցի։ Ամեն դեպքում չի խանգարի մի փոքր պարզաբանում եվրոպացիներին, ինչ կլինի, որ բերենք ցույց տանք։ Դե այդ դեպքում հրավիրենք նաև աղբահանության Սանիտեկ ընկերության ներկայացուցիչներին եւ պարզաբանենք, որ աղբամաններից բարիկադ սարքելը ուղղված չէ վիրավորելու աղբի զգացմունքները։ Հա, լավ, հասկացա։ Չէ, եթե տենց է, ուրեմն նաև Մարշալ Բաղրամյանի բարեկամներին հրավիրենք եւ բացատրենք, որ Բաղրամյան փողոց փակելը միտված չէ Մարշալի հիշատակի դեմ։ Հասկացա, վայ, ուրիշ թեմա չկա, այն համասարանում ընտրություններ էին, այդտեղ ինչ եղավ։ Առաջիկա 5 տարիներին Երևանի պետական համալսարանի ռեկտորը կրկին Արամ Սիմոնյանը կլինի։ Փակ քվեարկությանը Մայր-Բուհի հոգաբարձուների խորհրդի 32 անդամներից 30-ն են մասնակցում։ Շատ լավ, շատ բարի։ Իսկ դժվար պայքարեր, շատ մրցակիցներ կային։ Փակ քվեարկությանը Մայր-Բուհի հոգաբարձուների խորհրդի 32 անդամներից 30-ն են մասնակցում։ Բոլորն իրենց ձայնը միակ տեխնացուին Արամ Սիմոնյանին են տալիս։ Չէ, ոնց որ այդքան դժվար ընտրություն չէր։ Այդ տենց շատ դժվար չէր։ Իսկ հաշվի առնելով, որ միակ տեխնացուն էր, արդյունքը ոնց որ սպասելի էր, հա։ Ավելի ուշ լրագրողների հետ Արամ Սիմոնյանն անկեղծանում է, թեպետ միակ տեխնացուն էր, բայց ընտրության արդյունքները միշտ էլ անսպասելի են։ Դե կարային ասենք Չակ Նորիսին քվեարկեին։ Բայց չքվեարկեցին, անակնկալ ձևով Արամ Սիմոնյանին քվեարկեցին։ Իսկ ինչ է ընտրության արդյունքները նշանակում։ Քվեարկության նման արդյունքները հոգաբարձուների խորհրդի կողմից նշանակում է, որ ես ված չեմ աշխատել անցած տարիներին, այն թիմը ված չի աշխատել, որ ինձ հետ այսօր ղեկավարում է համալսարանը։ Լավ, բայց ուրիշ մարդ ինչի չմասնակցել։ Իրոք, նես տպավորություն է, որ գործազուրկ մարդ չկա երկրում։ Նորընտիր ռեկտորը դժվարանում է մեկնաբանել, թե ինչու այլ տեխնացուներ չկային, վստահեցնում է, խոչընդոտներ չեն եղել։ Բոլոր ցանկացողները կարող էին դիմել, նրա կարծիքով արժանավորներ շատ կան։ Կարող էին, արժանի էին եւ վիճակի էին իրենց
ուրեմն տեխնացիաները առաջ քաշել, բայց թե ինչու չեն արել, դե ես չեմ կարող դրա համար պատասխան տալ, որովհետև մրցույթը եղել է ազատ եւ որևէ մի արգելք, թերացում այս հարցում չէր կարող լինել եւ չի էլ եղել։ Դե կարևոր չի, լավ։ Կարևորը որ արդար է եղել, իօքուր ժողովրդի է եղել։ Ու դե իհարկե որ ոչ մեկ չի բողոքում։ Ոնց է կաշառակերության վիճակը տեղ։ Կաշառակերությունը թեև ամբողջությամբ արմատախիլ չի եղել, բայց պակասել է, վստահեցնում է ռեկտորը։ Ես կարծում եմ, որ ահագին առաջընթաց կա։ Իհարկե չեմ բացառում եւ հաստատ գիտեմ, որ անպայման կլինեն նաեւ շատ դեպքեր, բայց որ մենք որակական որոշակի փոփոխություն տեսնում ենք, դա ակնհայտ է։ Ակնհայտագույնս։ Ակնհայտիսիմո։ Իսկ ռեկտորը ոնց է վերաբերում իր հարուստ լինելու մասին շրջանառվող լուրերին։ Հա, էլի հո չի կաշկանդվում, չէ՞ դրանից։ Շատ տգեղ ընդհանրապես բան է, երբ որ մարդու ունեցվածքը սկսում են հաշվել։ Ես կարող եմ կարճ ձեզ ասել մի բան։ Ես մինչև ռեկտոր դառնալ ավելի շատ անշարժ գույք եմ ունեցել, քան ունեմ հիմա։ Դե հենց դառա ռեկտոր թռչնաբոցական ֆաբրիկաս փակվեց, հետո ոսկու հանքս ծախեցի, վարկերս փակեմ, բան։ Կամ Սերգեյի ասածնա, կամ լրիվ ուրիշ բան։ Մայրբուհի ռեկտորի խոսքով ինքն այժմ ապրում է հորից ժառանգություն ստացած 2 սենյականոց բնակարանում։ 52 քառակուսի, 52.7 տասնորդական քառակուսի մետր տարածքով։ Եվ շատերը զարմանում են, բայց դա սովորական երևույթ է։ Բայց ինչու այդքան համեստ չեն կարա ուսանողները մասնակցեն, գցվեն մի նորմալ բնակարան առնեն։ Շատ անթասիվ դուրս եկան ԵՊ ուսանողները։ Ռեկտորը ծայրին հազիվ ասնում, իսկ իրենք գնում են դասերի, բան, ամոթ է։ Լավ, շատ նեղվել պետք չի, լսել եմ, ասում են, որ ինչ որ նոր բնակարան է կառուցում։ Հա, իսկ կայֆ է։ Հիմա էլ բլուր թաղամասում տուն է կառուցում։ Չգիտեմ, Աստված, եթե կամենա, առաջկա տարիներին կվերջացնեմ։ Եթե չէ, շարունակեն իմ երեխաները։ Դե հույս ունենք Աստված կկամենա իհարկե, բայց լավ կլինի նաև բանվորները կամենան, ումից ավելի շատ բան է կախված այս դեպքում։ Ինչ բանվորներ, կես բերան ասենք իրավաբանականի ուսանողները կպնեն, 2 ամսում կսարքեն։ Հա, կամ Ռոմանոյի։ Բայց հա, իրավաբանականը ավելի ռեալ է, հա։ Հա, իսկ կա ինչ որ ոլորտ, որտեղ ռեկտորը հարուստ է։ Արամ Սիմոնյանը գուցե շատ հարուստ չէ, բայց այդ ձկնորսական կարթերի պակաս չունի։ 10 հատ շատ լավ կարթ ունեմ ձկնորսության։ Վախ, վզեց։ Դու էլ ես չէ հարուստ այդ նույն հարցում։ Այո, ну, չէ, իրական ես մի հատ ունեմ։ Մի հատ, բայց շատ լավն է երկրներից, հա։ Հա, դե մաղթենք Սերգեյին եւ պարոն ռեկտորին, որ մեկը 10 դառնա, 10 3 դառնա։ Մնացեք մեզ հետ։ Սիրուկ սրանով հեչ բան բռնել ես։ Ձեռես առնում, որ այս սենց աշկով զուկը բր, այս սենց։ Կամերան անջատածա։ Չէ, դեռ չեմ բռնել։ Բայց նենցա որ կարող է բռնեմ։ Հա կբռնես, մի օր կբռնես։ Հայաստանում պարզվում է կան երկրից անկախ սուբյեկտներ, որոնք չեն ենթարկվում սահմանադրությանը, ֆիզիկայի օրենքներին, նախարարություններին ու նույնիսկ քաղաքապետարանին։ Խոսքը ՀՀ վերելակների մասին է։ Երևանի քաղաքապետի մամլոք-արտուղար Արթուր Գևորգյանը ասում է, որ վերելակները ոչ թե քաղաքային իշխանությունների, այլ բնակիչների բաժնային սեփականությունն են։ Ուստի հենց նրանք պետք է մտածեն դրանց անխափան աշխատանքի մասին։ Բնակիչները էլի մտածում են, մեր շենքում գիտեք ինչքան ուժեղ էին մտածում, բայց դրանից ոնց որ վերելակի դղդղկոցները չանցան։ Իսկ նոր վերելակը մի $30,000-ից է սկսվում։ Բայց մի վարքյան, ո՞նց է, ինչ է ժողում քաղաքապետարանից անկախ է, եթե քաղաքապետարանը վերելակներին փող է հատկացնում։ Քաղաքային իշխանությունը իր կողմից տարեկան 100 միլիոն դրամ է հատկացնում, իրենց խոսքով որպես բարի կամքի դրսևորում։ Բարի կամքի դրսևորում։ Երևի սխալ լսեցինք, ինչ որ ձայնային խոտան էր։ Քաղաքապետարանից հատկացվող գումարները կոնկրետ այդ մասով դա բարի կամքի դրսևորում է, հաշվի առնելով մեր բնակիչների սոցիալական վիճակը։ Մենք դա կարող ենք չհատկացնել, որովհետև դրանով օրենքով որևէ պարտավորություն մենք չունենք այդ մասով։ Հիշեցնենք, որ այս տարի որպես բարի կամքի դրսևորում քաղաքապետարանը խոստանում է չվերաասֆալտապատել Թումանյան փողոցը։ Որպես բարի կամքի դրսևորում Երևանի այգիներից կհեռացվեն 4 մեգաթի թեռ, իսկ փոխարենը իսկական ծառ կտնկվի։ Բայց քաղաքապետարանը այս հարցում այդքան մեղավոր չի, ինչքան մեղավոր են օրենքներում վերելակները անտեսած մարդիկ։ Հա, եթե երկրում լիներ մի հատ մարմին, որը պետքա պակաս օրենքներ գրեր, շատ լավ կլիներ։ Ազգային ժողով։ Ազգային ժողով։ Հաջորդը։ Եվ որպես բողոքի նշան Հայազգային կոնգրեսի Եվ այս խնդրին տալ լուծում։ Բաղրամբան պողոտայում գտնվում են
3 հաստատություններ պետական, որոնք կայացնում են որոշումներ։ Չէ, Ազգային ժողով ջան, գործընկերներ, հասկանում ենք, որ այդ իրար բշտելը ձեր աշխատանքի փոքրիկ բոնուսներն է, բայց այդտեղ հստակ օրենսդրական բաց կա, կարող է օրենք բան գրեք։ Վերելակները ընկնում են, դա նորմալ չի։ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից մեզ ասացին, մեջբերում եմ, սա նորմալ երևույթ է եւ ամեն օր էլ կարող է որևիցե շենքում նման դեպք պատահել։ Իսկ կան ինչ-որ մասնագետներ, որ գուցե ինչ-որ լուծում առաջարկեն։ Հա, վերելակաբաններ օրինակ։ Մասնագետները պնդում են, Երևանում 50 տարուց ավելի շահագործվող վերելակները պիտանի չեն օգտագործման։ Ես ինքս մասնագետ եմ, բայց մտնում եմ այդ վերելակ, վախում եմ նստում այդ վերելակը։ Կոմունիստի, սովետի արտադրանքները արդեն ինքը իր ժամկետն անցել է, էլի արդեն։ Հասկացար։ Չէ, ես ճիշտ ասած աբոյներից չէի կարում հայացքս կտրել։ Ես էլ, բայց կենտրոնանանք։ Հա, կենտրոնանանք։ Ինչքան էլ իրան ուզենաս վերանորոգես մեկը, պետք է փոխվի։ Դրա համար էլ տենց բաներ արնում եմ։ Դու էլ էիր աբոյներին։ Հա։ Դե պատգամավորներ ջան, ոնց որ ցույց տվեցինք փոքրիկ օրենսդրական պոռնոգրաֆիան, մի բան արեք։ Անցնենք ավելի թեթև թեմաների։ Ինչ անել ես սարսափելի շոկ եղանակներին։ Շատ ակտուալ թեմա բացեցիր, ընդ որում այս խորհուրդներին կարելի է հետևել նույնիսկ եթե չկան համապատասխան օրենքներ։ Անհրաժեշտ է հագնել բաց գույների բամբակե հագուստ եւ խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, կարել գլխարկներ եւ արևապաշտպան ակնոցներ։ Բաց գույների հագուստ ինչ որ բանից հուշում է, որ այս խորհուրդը մեր հայրենակիցների դուրը կարա չկա։ Հենց հիմա մեզ միանում է Քյարթ համայնքի ներկայացուցիչ Հարութիկ Վլեյանը։ Հարութիկ, պատրաստ եք բաց գույնի հագուստ կրել։ Բարիգուն ձեզ, այո, մեր համայնքը տեղյակ է շոքից, մեզ էլ շոքը չի շրջանցել, ինչպես տեսնում եք, ես կրում եմ իմ ամենաբաց գույնի սև սարոշկեն։ Հարութիկ, բայց որ ասում ենք բաց գույն, ավելի շատ նկատի ունենք սպիտակ, բեժ, վարդագույն։ Ես եկել եմ այդ գլոխդ կջարդեմ, իմ հարգելի բարեկամ։ Սենց ասեմ, փորձում ենք ներդաշնակը լինել, էլի ոնց որ շոքին, դրա համար ես էլ կրում եմ արևային ակնոցներ։ Իսկ գլխարկ դնելու եք։ Լավ, արդեն լեզվիդ ես տալիս, գլխարկ ես კი քրոջս չեմ թողում դնի։ Անկեղծ ասած շատ եմ ուզում հարցնել ինչու, բայց վախենում եմ, որ երկար թեմա կբացվի։ Հաջորդ խորհուրդը, հա։ Զբոսնել վաղ առավոտյան կամ երեկոյան։ Ցանկալի չէ ժամը 12-ից 17-ի արանքը, որովհետև ամենաբարկ արևը, ամենավառող արևը, ամենամեծ ուլտրամանուշակագույն ռադիացիոն արևը այդ ժամերին է լինում։ Հարութիկ, ինչպես եք վերաբերում այն հորդորին, որ պետք է մնալ տանը ժամը 12-ից 17-ը։ Ես ուզում եմ վստահեցնել մեր ժողովրդին, որ նույնիսկ այդ ժամերին մենք լինելու ենք կուռ, անկոտրուն ու քուչում պպզած։ Ով այլ է ուլտրամանուշակագույն ռադիացիան, որ ինձ ասի ինչ անել։ Հարութիկ, բայց ես չեմ վերջացրել։ Ամեն անգամ, որ ժամը 12-ից 17-ը մենք քուչում չենք, թուրքը նայում ուրախանում է։ Հասկանալի է։ Շատ է խոսվում ճիշտ սնվելու մասին, ուստեղ Հարութիկի ու մեր միլիոնավոր հայրենակիցների համար սարսափելի լուր ունենք։ Ես վախցողը չեմ, ասեք։ Այս շոկորերին մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել հատկապես երշիկեղենից, խորովածից, քաբաբից։ Հարութիկ, լսեցիք, ինչպես կմեկնաբանեք այս խորհուրդը։ Հարութիկ։ Հա, բժիշկան չեք։ Մենք կորցրեցինք կապը Քյարթ համայնքի հետ եւ այսպես հրաժարվել քյաբաբից թե ոչ, ինչպես է սրան արձագանքում Հայաստանը։ Ինձ հուշում են, որ քյաբաբասեր ակտիվիստները արդեն փակել են Դավթաշենի կամուրջը։ Բայց ընդ ինչ-որ ջուր էր։ Մոտավոր պատկերներ Դավթաշենի մոստի։ Երբ է այս ամենին արձագանքելու կառավարությունը, էլի ոչ մի բան չեն անում։ Հոп, մի րոպե, կառավարությունը արդեն արձագանքել է։ Ես ցանկանում եմ ասել, այո, մենք պետք է նաև մեր գոտիները մի քիչ ձգենք, ելնելով իրավիճակից տարածաշրջանում ստեղծված։ Դե էդ էլ հո մենք չենք ասում, պետքա գոտիները ձգել։ Այս երկու ամիսն էլ անքյաբաբ անցկացնենք ու սեպտեմբերի 1-ից Սեպտեմբերի շատ շոկ է էլի։ Okay, հոկտեմբերից դնում ենք ու լավ շոկ է լինելու։ Հո դու ապազգային տար չես։ Դե հիմա այդ է, ես ուրիշ բան եմ վախենում։ Ոնց ենք այս լուրը ասելու Քիմին։ Քիմ Քարդաշյանը, ինքը դժվար թե քյաբաբ սիրի։ Russians though, they do love some lule kebab though, right? Lule kebab? I like lule kebab. Lule kebab, girl. Քաշվանք։ Քիմ ջան, դու արի, մենք հատուկ քո համար քյաբաբ վիզ կդնենք։ Այն Արագածի վրա մի հատ լավ տեղ կա։
Մենք ստացանք օպերատիվ տեղեկություններ, որ Թատերական ինստիտուտում տեղի են ունենում ընտրություններ։ Ну, не верю, Сергей, не верю։ Հələ մի հատ առոգանությամբ այդ նույնը ասա։ Թատերական ինստիտուտում տեղի ունեցան ընտրություններ, եւ մեր սեփական լրագրող Մհեր Խաչատրյանը գնաց եւ լուսաբանեց այդ ընտրությունները։ Իսկ հիմա այդ նույնը ասա, եթե դու լինեիր Մարսի։ Ողջույն, մեզ այսօր բացառիկ հնարավորություն է տրված լուսաբանելու Թատերական ինստիտուտի ընդունելության քննությունները։ Այսօր քննություն են հանձնելու ապագա դերասաններն ու ռեժիսորները եւ մենք փորձելու ենք բացահայտել նրանց հենց տեղում նույնիսկ քննություն չտված կամ քննությունից անմիջապես հետո, այնպես որ մնացեք մեզ հետ, հա, ոնց ասում են, մնացեք մեզ հետ։ Պատկերացրեք, դուք հենց նոր իմացաք, որ էլեկտրաէներգիան 7 դրամով թանկանում է։ Հենց նոր իմացաք, մինչև այդ չեք լսել, չեք էլ պատկերացնում, որ այդպեսի բան կլինի։ Օ, շատ կլացեմ ինձ թվում է։ Այն առաջի ռեակցիան որ։ Ալո։ Չեմ ուշունա, քեզի կսեմ գուքամ։ Հա, չեմ ուշունա, համի գուքամ։ Ներեք մեծ հարց կարելի է։ Այո։ Ռեժիսորական առաջադրանք եմ ձեր առաջ դնում։ Ամեն մեկը ձեր պատրաստած կերպարով խաղում է փուչիկի հետ։ Տեսնեմ, իսկ հիմա իմացաք, որ կառավարությունը սուբսիդավորելու է այդ փողը, ու դուք չեք վճարելու։ Սենց է պետք է լիներ։ Պարոն Բաբյան, ինչպես է գնահատում նոր սերունդը, որ գալիս է։ Եթե անկեղծ։ Անկեղծ լավ եմ գնահատում, նոր սերունդը ավելի ազատ է մտածում։ Facebook-ի դիմաց նստած մարդ։ Սուրճ։ Թեյ։ Ծաղիկ։ Եթե անկեղծ ես դերասան եմ ուզում դառնալ, ուղղակի։ Այնտեղ են դերասանները։ Գիտեմ, ուղղակի ես կոլոտ եմ, ինձ կտրեցին բոյս համար, տվել եմ արդեն։ Ով։ Ով ակ, ասել են լուրջ։ Արտաքին տեսք է պարտադիր, դրա համար փորձես հեռաժ։ Ինչի։ Ծեծում են, ամուսնուն ծեծում են, չեմ տեսնում, ուր է, չկա այդ էմոցիան, ամուսնուն ծեծում են։ Վրա երթեք, մարդուն վրա երթեք, ուշանում է, անունը։ Հանձնաժողովն է որոշել, ես ինչ անեմ։ Բադ լինեմ։ Մի աղջիկ էր այստեղ ձեզ մոտ էր դիմում, ասաց դերասանական չեն ընդունել, որովհետև կոլոտ է, այդպիսի բան կա, իրոք հնարավոր է։ Բոլոր դեպքերում ֆիզիկական տվյալները հաշվի են առնվում, ոչ իհարկե որոշիչ դեր է խաղում, բայց նաև հաշվի առնում, որ պետք է դուրս գա բեմ, պետք է երևա հանդիսական։ Նրա համն ու հոտը հենց իր հասակն է։ Երբ որ համն ու հոտ, չէ, համն ու հոտը չի կարող լինել հասակի մեջ, համն ու հոտը լինում է տաղանդի մեջ։ Այստեղ հիմա ընթանում են պարի քննությունները։ Ինձ թվում է սա իմ ամենասիրած բաժինը կդառնա այս ամբողջ ռեպորտաժում։ Ոնց են անցնում քննությունները։ Լավ, մենք սպասելիքներ ունենք մեծ այստեղից, հուսով եմ լավ երեխաներ կլինեն, նոր են սկսել։ Իսկ ես շանս ունեմ բարետ բարելու, ես ինչ պետք է անեմ։ Ինձ թվում է դուք պետք է մենակ ժպտակ։ Ու ամեն ինչ լավ կլինի։ Այսինքն բալետը թողեմ։ Բալետը թողեք, հա։ Ինչին նայեցիք, ինչն էր։ Ոտքի բութ մատին։ Բայց ինչ է բութ մատը, որ ճիշտն ասեմ, ես մանկուց ուզել եմ այս ոլորտում լինեմ, հիմա դեռևս հեռուստատեսությունը ինչ է կարծում, ես ունեմ շանսեր։ Չգիտեմ, դժվար է ասել, որովհետև ես էլ եմ մանկուց երազել լինել դերասան, հետո ընդունել եմ։ Որ հիմա նայում եք հույս կա, թե շատ անհույս։ Հույս կա բոլորի մոտ, թե ինչքանով դուք կարդարացնեք այդ հույսը, դա արդեն ուրիշ պրոբլեմ է։ Եթե շատ եք ուզում ինչ-որ գործով զբաղվել, ինձ միշտ ասում են, որ իմ դեմքը ոչ մի բան չի արտահայտում։ Դեր դեմքը շատ բան է արտահայտում, բայց ամեն ինչ չէ, որ կարելի է բարձրաձայնել։
Լևոն, ինչ կարծիք ես, ես կարող եմ փորձել մյուս տարի գալ ընդունվել այստեղ։ Այո։ Այո, շնորհակալություն, Լևոնն էլ հույս ունի իմ հետ կապված, այնպես որ ամեն ինչ դեռ առջևում է, այսօր այսքանը հաջողություն։ Այսքանն էր այսօրվա Arm Comedy։ Իսկ վերջի մեկ եք դիտենք, օրվա վիդեո ո՞ց է։ Ըստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանում է պատկանում իշխանությունը։ Նախագահին։ Ժողովրդի։ Վերջում էլ Բաղրամյանի դեպքերի մասին ժողովուրդ կարաք նենց կազմակերպեք, որ նախքան մեր սցենար գրելը լինեն սենց բաները։ Մենք հիմա այստեղ նստած ձայնագրում ենք ու նույն պահին, ինչքան հասկանում ենք աղբամանները հանվում են, Սա հենց այդ այ հիմա հանում են աղբամանները։ Մենք դա գիտենք, բայց հարթաններ։ Իսկ մենք այստեղ նստած, իսկ աղբամանները այնտեղ տարահանվում են։ Սանիտե կարեց։